Հարմ անեկդոտների ժանրից էր այն, որ Վարդան Ղուկասյանը հայտնի Վարդանիկը կարող է քաղաքական հակառակորդ հանդիսանալ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի համար, ինչ վերաբերում է 37 թվին վերադառնալուն, այդ հայտարարությունը անողը ես չեմ կարծում, թե 37 թվին ապրել է, տեսել է, թե ինչ է կատարվում եւ հիմա փորձում է զուգահեռներ տանել 2025-ի եւ 37 թվականի միջև։ Իսկ այն ամենը, ինչ տեղի է ունեցել Գյումրու քաղաքապետարանում, այն գործի շրջանակներում, որ հարուցվել է եւ իշքան տեղյակ եմ, արդեն իսկ ձերբակալվել է Գյումրու համայնքապետ հայտնի Վարդանիկը, շատ պարզ ապացուցված փաստարկներով հակակոռուպցիոն կոմիտեն հաղորդագրություն է տարածել, որտեղ ժողովրդի լեզվով ասած, ափաշքարա բացահայտ ձևով կոռուպցիոն սխեման ընդգծվում է եւ այդ գործի շրջանակներում այդ մարդը ձերբակալվել է, իսկ ինչ վերաբերվում է դրա քաղաքական մասին, գիտեք, այս ամենը ինչ այսօր բացահայտվել է, դրա մասին դեռևս Գյումրիում ընտրությունների ժամանակ փորձում ենք զգուշացնել, կանխագուշակել, տեղեկացնել, հանրությանը տեղյակ պահել, որ գիտեք ինչ կա, եթե լինեն նախկինների կողմից առաջադրված ինչ-ինչ թեկնածուներ, այդ թվում նաև հայտնի Վարդանիկը, արդյունքում ունենալու ենք այս պատկերը։